Գազի բալոնների վերջի պայթյունների հետ կապված ինչ տեսակետ ունեք, որքանով են անվտանգ ընդհանուր առմամբ գազի բալոնները։ Հնանում են բալոնները չեն ստուգում, դրա համար էլ տենց է լինում։ Ձեր գազի բալոնը տաքսի քանի տարի առաջ եք տեղադրել եւ արդյոք տանում եք ստուգման։ Անցած տարի եմ տեղադրել։ Նոր է դեռ։ Նոր գազի բալոններ են ձեր կարծիքով տեղադրվել։ Այո, այո։ Իսկ դու գիտեք, որ պետք է ստուգվեն 2 տարին մեկ։ Ես գիտեմ, հələ ժամանակ ունեմ, հենանդե փակցրած է 16 թվին։ Մինչև ժամանակ ունեմ։ Գազը պետք է աշխատացնեն, գազը քիչ լցնեն, ոչ շատ լցնեն։ Շատ կլցնես կով բայթ եսել։ Ինչ կա որ դրա համար։ Դա ուրիշ խնդիր չկա։ Դուք անվտանգություն ապահովելու համար ինչ եք անում։ Գազը քիչ են լցնում։ Ուսը։ Դրա համար դա ուրիշ ոչ մի բան։ Իսկ որքան ժամանակը մեկ են բալոնները ստուգվում։ Դա բանը օրենքով պետք է ասենք 5 տարի 1, 3 տարի 1 ստուգվի, բայց ես չգիտեմ, որ դրա բանը հələ չենք փորձել մենք։ Դե մենք տանում են գազը տեղադրելու, ստուգում են, ասում են նորմալ է, գումարը տալիս ենք դնում են։ Ես ինչ իմանամ նորմալ է թե չէ։ Թուղթը տալիս են, որ նորմալ է։ Դա իրանք պետք է երաշխավորեն, էլի ոչ թե մենք։ Քանի տարի առաջ եք դրել գազի բալոն։ Կլինի մի 3-4 2009 թվականին։ Դրանից հետո տարել եք ստուգման։ Այո։ Ստուգել են նորմալ է եղել։ Իսկ վճարով է ստուգումը։ Այո, վճարով է։ 15000 դրամ է, ես գիտեմ այդքան է փորձել եմ։ Բայց ամեն մարդ չի անում այդ, որովհետև այդ 15000-ը հեշտ չէ, այսօր վաստակել Հայաստանում։ Կարծես ավել չեն լցնում հիմա։ Այո։ Իսկ երբ եք տեղադրել գազի բալոնը։ Չէ, ես տեղադրած եղել է, սերվիսի մեջ են ես։ Իսկ քանի տարի մեկ եք ստուգում։ Այդի չեմ կարող ասեմ։ Հետո վաստուգում որ դրեցին բրծավ։ Այո։ Ինչքան է բալոնն աշխատում, այնքան մաշվածություն է տալիս։ Պետք է ստուգվի բալոնը։ Քանի տարին մեկ պետք է ստուգվի։ Ու եթե պիտանի չի հանեն վրից, բայց ով է հանում։ Ավտոն աշխատի փող բերի, այսպես ասած։ Մեքենան գազով եք վարում, թե բենզինով։ Բենզինով։ Ինչու։ Բենզինով, որովհետև ապահով ավելի երևի թե։ Իսկ որ ավելի թանկարժե։ Հարաբերական հասկացողությունը թանկարժեն։ Որ տեսնում ես ինչքան պայթում են, որն է թանկ։ Բնականաբար գազով։ Դեժանա։ Իսկ երբ եք տեղադրել գազի բալոն։ Մի տարի առաջ։ Նոր թե հին։ Նոր։ Օրինակ իմ ժամանակը որ գա, ես ստուգեմ հաստատ։ Նույն իմ անվտանգության համար։ Իսկ գազի բալոնի լավ, վատ, լավ օրակ, վատ օրակ նման հասկացություն կա, ո՞նց եք ընտրել բալոնը։ Դա մետաղա պլաստա ինձ ասել են, որ ինքը լավ է, նորմալ է, ինքը չի տարակում, ինքը ուղղակի ճաքում է, ու այդ գազը մեջից դուրս է գալիս, բայց չի տարակում էլի, դեք ասկոլկա չունի։ Դե չեմ կարող կոնկրետ պատասխանը տամ, անվտանգ լինելը պետք է մի քիչ էլ բանի մեքենայից կախված լինի, ասենք, սարքավորումը նորմալ լինի, ինչ ձև ասեմ։ Գազի բալոնը ստուգված է, տեղադրված է վրան, մնացածը նորմալ է։ Բաց թողող տեղ չունի, նորմալ է։ Տարին մեկ ստուգում ենք։ Անվտանգության համար որ պրոբլեմ չլինի։ Ես մինչև հələ 6 տարի բանի մեջ է, գարանտիայի մեջ։ Իսկ դուք տեղյակ եք, որ 2 տարին մեկ պետք է ստուգվի։ 2 տարին մեկ։ Չգիտեմ, չէ։ Տեղյակ։ Այ ինչքանով է անվտանգ ձեր կարծիքով գազի բալոնով վարել։ Նոր բալոն է տարած։ Դրա համար էլ գիտեմ, որ անվտանգ առայժմս։ Ընդհանրապես գազի որակից գոհ եք։ Հիմա հա, բայց ժամանակալու որ վատանում է գազի որակը։ Այսինքն մենք շատ քիչ ենք քշում այդ նույն ծախսը անում ենք, ասենք ենթադրենք իմ մեքենայի մեջից լցնում եմ 4400 դրամի գազ։ Այդ 4400-ին լցնում եմ, մեկ քշում եմ 250 կիլոմետր, 280 կիլոմետր, մեկ է տեսար, ասում են գազի որակը վատ է ու զգում ենք։ Մեկ է քշում ենք 200 կիլոմետր, մոտ 70 կիլոմետր պակաս։ Դա մեր վրա ազդում է արդեն շատ։ Տեղ կա դրածա 155 դրամ լիցքավորումը։ Տեղել կա դրածա 160, 170, 180, 200, 210 մինչև։ Այդ հարցն է, ոնց է։
Բայց երբ որ լցնում ենք, նույն ձևի քշում ենք, այն 155-ն ավելի շատ ենք քշում, քան թե ասենք 210։